Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Հեսու 24-րդ գլուխ։ Հեսու գխոսի ժողովրդին Սուքեմի մեջ։ Հեսու Իսրայելի բոլոր դոհմերը Սուքեմի մեջ հավաքեց եւ Իսրայելի երեցները, գլխավորները, թադավորներն ու ոստիկանները կանչեց։ Անոնքալ Աստուծո ներկայացան։ Հեսու ամբողջ ժողովրդին ասավ. Դերը Իսրայելի Աստվածը սա գահայդարար է։ Հինադեն ծեր հայրերը Աբրահամի հայրը ու Նակովրի հայրը Թարա կեդին մյուս կողմը կփնագեին եւ ուրիշ աստվածներ կբաշտեին։ Ես ծեր հայրը Աբրահամը կեդին մյուս կողմեն արի ու Կանանի ամբողջ երկրի մեջ անոր քալել դվի, անոր զարմը բազմացուցի եւ Իսահակը անոր դվի։ Իսահակի Հակոբն ու Եսավը դվի։ Եսավի Սեիրի լերը դվի, որ անոր դիրանա։ Իսկ Հակոբ եւ անոր որդիները Եգիպտոս իջան։ Մովսեսն ու Ահարոնը ղրգելով Եգիպտոսը հարվածեցի, անոր մեջ իրակորձածից համացային։ Հետո ցես դուրս հանեցի։ Ոստի ես ծեր հայրերի Եգիպտոսեն հանեցի, եւ դուք ձովը հասակ։ Եգիպտացիները գարկերով ու ցիավորներով հետաբնտեցին ծեր հայրերը մինչև Գարմիր ձովը։ Երբ ծեր հայրերը դիրոջ աղաղագեցին, անցեր ու Եգիպտացիներու միջև մտություն դրավ, եւ ձովը անոնց վրա բերելով զանոնք ծածկեց։ Ծեր աչքերը տեսան ինչ որ Եգիպտոսի մեջ իրակորձեցի ու երկար ժամանակ անաբադի մեջ բնագեցակ։ Հետո ցես բերի հորտանանի մյուս կողմը բնագող ամորհացներուն երգիրը եւ անոնք ցեզի թեմ բادرազմեցան։ Ես զանոնք ծեր ցերկը մատնեցի ու անոնց երկրին դիրացակ։ Ես զանոնք ծեր արջևեն բնաչնչեցի։ Մովաբի թագավորը Սեպորյան փաղակ կանգնեցավ ու Իսրայելի թեմ բادرազմեցավ։ Մարդ ղրգեց եւ Փեովրյան Փաղաամը կանչեց, որբեսի ցեզ անիծե, բայց ես չուզեցի Փաղաամի մտիկնել եւ ընդհանրակը անցեզ օրտնեց։ Ես ցեզ ազատեցի անոր ցերկեն։ Աբա հորտանանեն անցնելով Երիքով ասակ։ Երիքովի դերերը ամորհացիները, պերեզացիները, կանանացիները, կեդացիները, կերկեսացիները, խևացիներն ու հեպուսացիները ցեզի դեմ բادرազմեցան, սակայն ես զանոնք ծեր ցերկը մատնեցի։ Ծեր արջևեն իշամեղուներ ղրգեցի, որոնք զանոնք ամորացիներուն երկու թագավորները ծեր արջևեն վրընդեցին։ Ոչ քու սուրովդ եւ ոչ քու աղեղովդ վրընդվեցան։ Ես ցեզի դվի երգիրը, որու մեջ տուն չհոգնեցար, ու քաղաքներ, որ դուք չգարուցանեցիք, եւ որոնց մեջ գփնագիք։ Գուտեք այն այքիներեն ու ցիտեններեն, որ դուք չդնգեցիք։ Ոստի հիմա դիրոճմեն վախցեք եւ զայն բաշտեցեք։ Հավատարմությամբ ու ճշմարտությամբ հանեցեք այն աստվածները, որ ծեր հայրերը կեդին մյուս կողմը եւ Եգիպտոսի մեջ բաշտեցին ու դերը բաշտեցեք։ Բայց եթե դերը բաշտելը ցեզի հաջելի չի տվիր, ցեզի ընտրեցեք այսօր, թե ով պիտի բաշտեք։ Կեդի մյուս կողմը ծեր հայրերուն բաշտած աստվածները, թե ամորհացներուն աստվածները, որոնց երկրի մեջ դուք կփնագիք։ Բայց ես ու իմ դունս Եհովան պիտի բաշտենք։ Ժողովուրդը պատասխանեց. Հերու մեզ որ մենք Եհովան լքենք եւ ուրիշ աստվածներ բաշտենք, որովհետեւ Եհովան ինքը մեր աստվածը, որ մեզ ու մեր հայրերը Եգիպտոսի եգրեն ըստրգության դունեն փարսացուց։ Ինք մեր աչքերուն արջև այս մեծ նշաններ արա եւ մեզ բահբանեց մեր կացած ամբողջ ճամփային մեջ ու բոլոր ժողովուրդներու մեջ, որոնց մեջ են անցանք։ Եհովան բոլոր ժողովուրդները եւ այս երկրի մեջ բնագող ամորհացիները մեր արջևեն վրընդեց։ Մենք ալ Եհովան պիտի բաշտենք, որովհետև ինքը մեր Աստվածը։ Հեսու ժողովրդին ասավ. Դուք չեք կրնար Եհովան բաշտել, քանի որ ան սուրբ Աստված է, ան նախանցախնդիր Աստվածը լալով ծեր հանցանքներն ու մեղքերը չի ներեր։ Եթե Եհովան լքեք եւ օդար Աստվածներ բաշտեք, ան ցեզի թեմ պիտի դառնա, ցեզի չարիք ընելու համար, ու ցեզ պիտի սպարե, ցեզի բարիք ընել է յետք։ Ժողովուրդը Հեսուի ասավ. Ոչ, հապա մենք Եհովան պիտի բաշտենք։ Ոստի Հեսու ժողովրդին ասավ. Դուք ցեզի թեմ վգայեք, թե դուք ցեզի Եհովան ընտրեցիք զայն բաշտելու համար։ Անոն գսին վգայենք։ Ուրեմն հիմա ծեր մեջ եղող օդար աստվածներ հանեցեք ու ծեր սիրտը դիրոջ Իսրայելի Աստուծուն հագեցուցեք։ Ժողովուրդը Հեսուի ասավ. մենք դերը մեր Աստվածը պիտի բաշտենք եւ անոր խոսքը մդիկ ընենք։ Այդ օրը Հեսու ժողովրդին հետ ուխտ մգնքեց ու Սուքեմի մեջ անոր գանոն եւ թադավջիր դրավ։ Հեսու
այս խոսքերը Աստուծո օրենքի գիրքի մեջ գրեց։ Մեծ քարը առավ զայն դիրոջ սրբարանինքով եղող փևեգնին դա կանգնեցուց ու Հեսու ամբողջ ժողովրդին ասավ. Ահա այս քարը մեզի թեմ վգա բիդելա, քանի որ ան դիրոջ մեզի ասած բոլոր խոսքերը լսեց։ Ոստի ան ցեզի թեմ թող վգա ալա, որբեսի ծեր Աստվածը չուրանաք։ Հետո Հեսու ժողովուրդը արձակեց եւ յուրաքանչյուրը իր ժառանգության քնած։ Հեսու եւ Եղիազար գմերնին։ Այս բաներեն յետ դիրոջ ծարան Նավյան Հեսու մերավ 110 դարեգանը լալով։ Զայն իր ժառանգության հողամասի մեջ թաղեցին Եփրեմի լեռնագողմը եղող Թամնաթ Սարայի մեջ, Քաս լեռան հյուսիսային կողմը։ Իսրայել դերը բաշտեց Հեսուի բոլոր օրերու մեջ, ու Հեսուեն յետ ողջ մնացող եւ Իսրայելի համար դիրոջ կատարած բոլոր գործերը կիցող երեցներուն բոլոր օրերուն մեջ։ Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները Եգիպտոսեն փարսացուցեր էին, Սուքեմի մեջ տաղեցին, այն արդի բաժնին մեջ, որ Հակոբ Սուքեմի հոր Եմովրի որդիներեն կներեր 100 գդոր արծաթի։ Ան Հովսեփի որդիներուն ժառանգություն եղավ։ Ահարոնի որդին Եղիազար ալ մերավ, ու զայն իր որդիին Փենեհեսի դրված փլուրին վրա թաղեցին Եփրեմի լեռնագողմը։ Փարքեզ դեր Աստված մեր ամեն։ Ավասիկ սիրելի հոգևոր եղբայրներ եւ քույրեր, ավարտեցինք Հեսուի քրքի ընթերցանությունը։ Տեսանք թե ինչպես Աստված իր խոստումները գադարեց այն բոլոր խոսքերը զոր խոստացած էր Մովսեսի եւ Մովսեսի հաջորդը Հեսու ժողովուրդը առաջնորդեց թեպի խոստացված երկիր։ Տեսանք թե ինչպես սիրելներ խոստացված երկրի մեջ բոլոր գրաբաշ թագավորները ինգան եւ Աստուծո ընտրած ժողովուրդը ժառանգեց այդ երկիրը։ Տեսանք մանրամասնորեն թե Իսրայելի եբրայեցի ժողովրդի 12 ցեղերը ինչպես սիրելներ հաստատվեցան իրենց վիճակ բաժին ինգած հողադարածքին վրա։ Եվ ապա Հեսու աստարարեց բոլորը, որ եթե Աստուծո հավատարիմ չմնան, Աստված զիրենք պիտի փնաչինչե իր ըրած բոլոր բարիքներեն հետ։ Իսկ եթե հավատարիմ մնան Աստուծո կանոններուն եւ ուրիշ աստվածներ չբաշտեն, ապա Աստուծո օրտության պիտի արժանան եւ ո՞յ մեկ թշնամի պիտի չկարողանա խորդագել զանոնք։ Սիրելի քույրեր եղբայրներ, Հեսուն հայտարարեց. «Քալով ինձի եւ իմ ընտանիքիս ես Աստված պիտի բաշտեմ, Եհովա դերը պիտի բաշտեմ»։ Մենք ալ սիրելներ, այս աշխարհի մեջ զգուշ լանք, որ ուրիշ աստվածներու յետևեն չերտանք, ոչ հեթանոսական աստվածներու յետևեն, ոչ մարդկային աստղերու յետևեն, անոնք լան տերասաններ, անոնք լան սպորտի մարզիկներ, կամ ո՞յ մեկ դեսագի սիրելներ, մարդիկ ղեկավարներ, որոնք իրենք զիրենք Աստուծո դեր գուզեն տնել, այլ մենք պաշտենք մեր ճշմարիտ դերը, պաշտենք ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, որով սիրելներ հավատարիմ մնալով Տիրոջ բադվիրաններուն, Տիրոջ առատ օրտությունները պիտի վայելենք։ Անկամ եւս կարդացեք այս գիրքը, որտեղ այս գիրքը սիրելներ թե զգուշացում է բոլորիս, որ Աստուծո բադվիրաններն շեղինք եւ թե նաեւ սիրելիներ քնահատանք ու մխիթարություն, որ Աստված ինչպես որ իր խոստումներուն դեր եղավ եւ Եբրայեցի ժողովուրդը առաջնորդեց դեպի խոստացված երկիր, ահա Աստված իր խոստումին դերն է ու իր որդին, միածին որդին, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը աշխարհ ղրգելով եւ Հիսուս խաչին վրա իր արյունը տապելով մեր մեղքերը ներեց մեզի ու մեզ Սուրբ Հոգի զորությամբ գարաչնորթե դեպի խոստացված հավիտենական երկիր, դեպի հավիտենական արքայություն։ Հետևին Քրիստոսի սիրելներ եւ մենք ալ հավիտենական կյանքը պիտի ժառանգենք։ Աստված ցեզ առադավես տողորտնե Աստուծո խոսքի մեջ մնացեք
ամուր եւ հաստատուն։ Օրհնյալ եղեք։